Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ այսօր այս տասնյակ տարիների ընթացքին ինչ էր տեղի ունենում։ Այսօր ապրիլ 30-ն այս ծրագիրը վաղը կկրկնվի, հաջորդ օրը առավոտ 6-ին կկրկնվի, ամենայն դեպս այսօր չորեքշաբթի է ապրիլ 30-ին։ Տեսնենք ինչ դեպքեր է տեղի ունեցել։ Այստեղ տեսնում եք 1789 թվին այս նոր կազմված երկիրը, որը կոչվում էր Միացյալ Նահանգների կառավարությունը, 1789 թվին Ջորջ Վաշինգթոնին, այստեղ տեսնում եք, որոշեցին որպես երկրի նախագահը եւ Նյու Յորքում հռչակվեց, այն ժամանակ դեռ Վաշինգթոնում ոչինչ տեղի չէր ունենում։ Ջորջ Վաշինգթոնը դարձավ այս երկրի նախագահը։ Այսօր դա 1789 թիվ էր։ Այսօր 1945 թվին սովետական միությունը այդ զորքերը ներս մտավ Բերլին, ներս մտավ եւ այնտեղ Ադոլֆ Հիտլերը ինքը ատրճանակով ինքնասպան եղավ 1945 թվին եւ այդպիսով պատերազմասամբ եկավ իր ավարտին։ Եվ 1975 թվին Վիետնամի պատերազմը Հյուսիսային Վիետնամը ներս մտան հարավային Վիետնամ եւ Սայգոնը, որը հարավայինի այդ վերջին այդ մայրաքաղաքը գրավեցին, այս վերջին վարկյանն է ինչ որ փախուստ են տալիս, տեսնում եք այստեղ վերջին մարդիկ Ամերիկայի տեսփանատան մեջ է բարձրանում են, որ հելիկոպտերով իրենց տանում էին, հասցնում էին ռազմանավերի մեջ ու վերադառնում էին, այսպես տեսնում եք դեպքը ինչ որ պատահում է տարօրինակ եւ Սայգոնում մեկ թանկ մտնում է այնտեղ նախագահի պալատը, ջարդում ներս է մտնում ու այսպիսով այսօր ավարտի բերին եղավ Վիետնամը մի կտոր դարձավ մի երկիր, որ հիմա համարվում է Ամերիկայի մոտիկ բարեկամ, ամենախոշոր բիզնեսը, բացի Չինաստանը, այսպես Կանադան, որ այս երկրի այսպես հարևաններն են եւ Մեքսիկոն, Վիետնամը ունի ամենամեծ բիզնեսը այս երկրի հետ, ինչ որ 1975 թվից հետո աշխատեցին մոտիկ հարաբերություն ստեղծել Ամերիկայի հետ։ Իսկ վերջավորության 1993 թիվ եւ այսպես առիթը ստեղծվեց Եվրամիության կազմակերպությունը համաշխարհային սիստեմ ստեղծեցին, որ ասացին ամեն մարդ կարող է այդ World Wide Web-ը օգտվի անվճար ինտերնետային եւ այդ սիստեմները, որ նրանք նաեւ առաջարկում էին։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, այդ ժամանակ պետք է եղանակի մասին խոսեմ Արևելյան նահանգներում եւ մեր մասում մասամբ, իսկ ուզում եմ հիշեցնել, երկու աֆիս գրասենյակներ վարձու է տրվում այս շենքի մեջ, երկրորդ հարկում, այս աֆիսն է, երկրորդ հարկում երկու գրասենյակ վարձու է տրվում։ Մեկ հոգի կարող է վարձել կամ երկու գրասենյակները կարող եք վարձել։ Հավելյալ տեղեկությունների համար զանգարեք այստեղ։ Այս գրասենյակները Քոլորադո փողոցի վրա է, Չևի Չեյսի հատման կետին շատ մոտ է։ Ուրեմն եթե դուք ցանկություն ունեք գրասենյակ գեղեցիկ, բարձր առաստաղով, տանիքով, սենյակը, որ մտնում եք, աֆիսը մտնում եք, բարձր այստեղ առաստաղ ունի այնտեղ, ցանկություն եք վարձելու, զանգարեք այստեղ եւ կարող եք գնալ տեսնել։ Ծրագիրը հովանավորում է PrimeMed Pharmacy հովանավորում է ծրագիրը։ PrimeMed Pharmacy ձեզ է առաջարկում տեղեր ինչ որ պիտի վերցնեք։ Եթե մի տեղատունից տեղ եք վերցնում, կողջեք, զանգահարեք, տեղափոխեք, տեղերը ձերը կբերեն, ձեր տանը կհասցնեն եւ իրենք խոստանում են, որ դուք կողմ մնաք իրենց աշխատանքից։
Հեռախոսը հեշտ է 818-60000, ինչ որ տեսնում եք 777, ասացի սա Highland եւ Glenox փողոցի հատման կետումը, եթե դուք ուզում եք գնալ այնտեղ։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ առաջարկում է $2.99 մի փանդ ծանրոցը փոխարեն նավով գրկեք 2.5 ամիս 3 ամիս տևի, օդանավով կարող եք գրկել, մի քանի օր հետո կստանան։ Գինը խիստ իջեցրած է, շատ մոտ է այս գինը, ինչ որ նավով գրկեք, մոտարապես նույն գինն է դառնում։ Իսկ եթե գումար պիտի փոխանցեք Հայաստան, $1 եք վճարում, եթե $100 փոխանցեք, $1 եք վճարում։ Սովորաբար ամենտեղ 3.5%, 5% է, իսկ իրենք $1 են վերցնում, $100 գրկեք, $99, այնտեղ ձեր ազգականը կարող է գումարը վերցնի, $1000 գրկեք, $990 ձեր ազգականը կարող է ստանա այնտեղ։ Երկու կենտրոն ունի Հոլիվուդ, Նորթ Հոլիվուդում, Լանկեշին փողոցի վրա եւ Palmer փողոց Գլենդելում, այս երկու կենտրոններ։ Իսկ եթե դուք ցանկություն ունեք մեքենա գրկեք Հայաստան, կամ մանավանդ եթե որ տեղափոխվում եք գնաք Հայաստան ապրեք, այստեղ կահկարասիկ ունեք, մահճակալ ունեք, մեքենա ունեք, շատ իջեցրած ցածր արժեքներով ձեր ինչ որ ունեք կտանեն Հայաստան եւ դուք այնտեղ կարող եք վերցնել։ Անպայման զանգահարեք հավելյալ տեղեկությունների համար, ինչ որ այստեղ տեսնում եք։ Խիստ գինը իջեցրեն են, որ եթե մի բան պիտի տեղափոխեք Հայաստան, կարողանաք կատարեք այդ։ Քարավան ռեստորանն է հովանավորում, որը գտնվում է Grand View եւ Glenox փողոցի վրա է, Grand View-ին մոտիկ է, որպեսզի պատկերացում ունենաք, որ որտեղ է։ Ամեն օր ճաշ են առաջարկում եւ ընթրիք են առաջարկում, իսկ ամեն օր նաեւ հարիսա են առաջարկում, կվերադառնա։ Անձրև, փոթորիկ, այսպես վիճակ է տիրում արևելյան նահանգներում։ Մեզ մոտ ասում էին, որ այս շաբաթավերջ պետք է անձրևներ տեղի ունենան, բայց հայտնի չի։ Երևի ավել մոտենանք, ավել կհստականա։ Իսկ ասացի արևելյան նահանգներում, պատկերացրեք Նյու Յորքում, նաև ուրիշ տարածքներում Pittsburgh, այնտեղ Oklahoma City եւ այսպես կայծակ նաև պատճառ է դարձել մարդ է մահանում շատ Օքլահոմա եք տեսնում այսպես հրդեհ ինչ տեղի ունեցել եւ դժվար կացություն ինչ որ գոյություն ունի այդտեղ տեսնում եք ջուր լցվել է քաղաքը եւ Տեքսասն եք տեսնում նույն ձև անձրևը խիստ տեղի ունում եւ փոթորիկ է տեղի ունենում տեսնում եք շրջվել է տրակը վարորդը կարողանում է հազիվ դուրս գալ մեքենայի մեջից 800-ից ավել թռիչքներ cancel են եղել եւ այսպես 850 flight Texas-ում են Pennsylvania եք տեսնում այսպես ճանապարհին հեղեղը քանդում է փոթորիկը ծառը ընկել է մեկ բնակարանի վրա ասացի 4 հոգի զոհ են եղել Օհայո տեսնում եք էլեկտրականություն չունեն միլիոնավոր մարդ առանց էլեկտրականություն այսպես փոթորիկի հետևանքով accident հրդեհ բոլորը տեղի ունենում այսպես Pennsylvania ասացի Pittsburgh-ում Oklahoma City եւ Texas-ում այսպես տեսնում եք էլեկտրական լարերը այստեղ այս կինը մնացել էր մեքենայի մեջ քիչ հետո կտեսնեք իհարկե տեսեք ինչ դժվար կացություն է ստեղծված մարդկանց համար եւ անձը եթե հարկավոր չի չպիտի տունից դուրս գա եթե այդպես վիճակ է այստեղ տեսնում եք ուրիշ տարածքներ եք տեսնում որը ջրի տակ են մնացել Սեկտրանով որ անդերց վարորդը չի կարող իր արջև տեսնի դեռ բարում են մեքենա
այստեղ տեսեք հիմա ինչ է կատարում, ծառվայր ենք այդ բնակարանի վրա։ Հիմա տեսնում եք այս կինը մնացել է եւ ասել են իրեն դուրս մի եք, որովհետեւ էլեկտրական վայրները ընկեն է այդ տարածքում, ասում են մնա մինչև fire department-ը գա իրեն օգնի եւ մնացել է այդտեղ, հետո կարողանում են իրեն փրկեն այս կնոջը, այստեղ տեսնում եք։ Ասում են ամենաապահովը հենց դա է, որ մեքենայի մեջ մնաս, մինչև մենք կանք շրջապատ տեսնեն էլեկտրական լարերը ինչ է լինելու։ Հիմա այստեղ թորնեդո հեղեղ տեսնում եք, սրանք բոլորը Waco, Texas եւ Wichita, Kansas, բոլոր այդ նահանգները այսպես դժվար կացության մեջ են։ 3-ից 6-ը ինչ, այսինքն մոտարապես 8 սանտիմետրից մինչև 15 սանտիմետր անձրև է իջել որոշ տեղերում եւ նաեւ flash flooding, խոշոր հեղեղ կարող է տեղի ունենալ այդ տարածքներում, արևելյան նահանգներն ենք նորից տեսնում, որտեղ Լուիզիանայից սկսյալ մինչև Pittsburgh, այստեղ տեսնում եք Լուիզիանայից Pittsburgh, անգամ Տեքսաս, դժվար կացություն կա այդ տարածքներում։ Ես ուզում եմ այս կայծակի մասին խոսել։ Կայծակը կարող է վտանգավոր լինի անպայման եթե կայծակ է տեղի ունենում։ Անձը պետք է ավել բաց տարածքում լինի, քան թե ծառի տակ լինի, որովհետև ինչ որ բարձր է կայծակ այնտեղից իջնում է մոտ շատ չլիներ ծառին, ավել կարող է հարմար լինի, ավել բաց տարածքը երևի ավել ապահով է։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից պիտի խոսեմ նախագահ Թրամփի մասին, պիտի խոսեմ 100 օր է ինչ որ ծառայել է նախագահ Թրամփը, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք բնակարանը վարձել եք, ապարտման եք վարձել կամ մի տուն, առանձնատուն եք վարձել, պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Եթե պահարանները բացում եք, միջատները վազում են այնտեղ, մրջուն կա, մուկ կա ձեր բնակարանի մեջ, դա բնակելի չի համարվում։ Ձեզ պետք է հատուցում տան։ Զանգահարեք Մարգանյան փաստաբանական գրասենյակ, դուք ոչինչ չեք վճարում, մինչև հատուցումը ստանաք։ Երբ հատուցում տվի, դրան այդտեղից իրենց կվճարեք, փաստաբանին այդ ժամանակ կվճարեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյանը հովանավորում են։ Ատամնաբուժներ են սրանք։ Եթե ատամի հետ խնդրեմ ունեք, արյունոսություն ունի Լինդը, նոր ատամնաշար պիտի տեղադրեք, ուրիշ ատամին վերաբերող հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին, ժամադրություն վերցրեք։ Ալիբ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering, հովանավորում է ծրագիրը։ Vivaldi-ս 3 սրահներ ունի այս տարածքում իրենցը 120, 150 եւ 300 հոգու տարողությամբ։ Իսկ նաեւ ամենօրյա ճաշ ունեն 10-ից 12 հոգու համար կամ եթե երեխաներին խնջույք է կազմակերպում 10-ից 12 երեխայի համար ամեն ինչ բերելու են ընդամենը $150։ Զանգարեք հավելյալ տեղեկությունների համար կվերադառնամ։ Առաջին երամսյակը gross domestic product, որտեղ նախագահ Թրամփը այս առաջին երամսյակի նախագահն է եղել եւ այս gross domestic product-ը, այսինքն ինչ որ գումար այս երկրում շրջանության մեջ է։ Ես գնում եմ խանութից պանիր, հաց եւ այլն առնում եմ, մյուսը գնում է մեքենա է գնում, մեկ ուրիշ մարդ գնում է բժշկի գումար է տալիս։ Ինչ գումար որ շրջանության մեջ է, ուրեմն այդ կորուստը ունեցել 33 ամիս, այսինքն վերջին մոտարապես
երամսյակներին առնվազն 11 երամսյակ կորուստ չունեցել, անընդհատ բարձրացել են։ Նրանից առաջ է եղել, որ եթե կորուստ է եղել 2022-ին այդ դեպքը այդ ժամանակ էր եղել, չի պատահել նրանից հետո։ Հիմա նախագահ Թրամփը ասում է, որ համբերատար եղեք, 54% հանրությունը մտածում է ինչ որ նախագահը մեկ պայքար է սկսել Եվրամիություն, Չինաստան, բոլորի հետ սկսել է տնտեսական այդ պայքարը ինչ որ սկսել է, որ ասում է ինչ որ կա այս երկիր պետք է հարկ վճարեն։ Հարկ վճարեն կառավարությունը հարստանում է, բայց այդ հարկը անձն է վճարում։ Օրինակ Չինաստանից եթե մի բան որ $10 է գալիս այստեղ, նախագահ Թրամփի ցանկությունն էր իհարկե հիմա ասում է պետք է իջեցնեմ, չինացիների հետ պետք է այսպես բանակցություն ունենան, նրանք չեն գալիս Թրամփի հետ խոսելու, մինչև հիմա չեն մասնակցել այդ բանակցությունը, որ այդ թերիֆները հարկը ինչ որ ինքը ասել է ես կիջեցնեմ, բայց եւ այնպես, օրինակ եթե $10 է ապրանքը Չինաստանից գալիս է, եթե հարկ պիտի վճարեք 145%, այդ նույն ապրանքը դառնա $24.50 այդ $14.50 կառավարության պետք է այդ չինական ընկերությունը, որ այդ ապրանք բերում է, կամ ամերիկյան ընկերությունը, որ գնում է Չինաստանից ապրանք է բերում, կվճարեն կառավարության համար լավ կլինի, բայց անձը այս երկրի բնակիչն է վճարելու։ Դրա համար նախատեսում են գալիք ամսվա ընթացքին ամեն ինչը թանկանալու է։ Նախագահ Թրամփ ասում է be patient, ամբերատար եղեք, հետո լավ կլինի, հիմա ով կկարողանա տոքա կամ չկարողանա տոքա, դա մի հարց է, որ պետք է հետո տեսնել։ Նաև քիչ հետո պիտի ցույց տամ 54%-ով, երբ որ մարդկանց կարծիքը վերցրել են, իրենք բացասական են, ասել են ինչ որ անում է, այս տնտեսության վրա ազդելու է, իրենց վրա ազդելու է, մտահոգություն են հայտնել հանրությունը։ Հիմա տեսնում եք ամենայն դեպս առաջին երամսյակ այս տարվա 3.3%-ով gross domestic product իջել է, սպասելիքը ուրիշ էր եւ ինչ որ կատարում է, տեսնում եք 145% քիչ ասացի հարկն է ինչ որ Չինաստանից եւ հիշեք որ այստեղ 30% այստեղ տեսնում եք Թրամփը մեղադրում է Բայդենին, թեև Բայդեն հիմա նախագահ չի եւ իր օրոք վերջին 33 ամիսը ամեն երամսյակ, ամեն quarter աճ է ցույց տվել, այսինքն ոչ թե բացասական է եղել, նեգատիվ է եղել, այլ այդպես է եղել։ Այստեղ ինչ որ քիչ առաջ ասումի, Թրամփը ասում է Բայդենի մեղքն է։ GDP-ն տեսնում եք 3%-ով իջել է, Թրամփը այս երամսյակին ինքը ամսի 20-ից հունվարի սկսել է, փետրվար, մարտ, ուրեմն ինքն է եղել մեծամասնություն այս տարի նախագահն է եղել, տեսնում եք այդպես, եւ հետնահանջ է ունեցել այս երկիրը, uncertainty, այսինքն անորոշ վիճակ է ստեղծել իրեն Ելևմտքի նախարարը Treasury Secretary Besant անունով ասում է նախագահ հատկապես այդպես անորոշ վիճակ է ստեղծում, որ ուրիշ երկրների հետ երբ բանակցում է, կարողանա ամերիկացիներին ավել շահեր բերի, բայց մինչև հիմա այդպես չի եղել եւ հիմա պիտի տեսնել ինչպես կընթանա այս ժամանակը։ Հիմա ինչ որ ուզում եմ ձեզ ցույց տալ այս նախագահի այդ trade war կամ բիզնեսի պայքարը ինչ որ ուրիշ երկրների հետ սկսել է Թրամփը, այսպես ազդում է Ամերիկայի վրա ազդել է եւ շատ բիզնեսներ աշխատում են հիմա նախքան հարկերը բարձրանա, դրսից ինչ որ պիտի գնեն, բերեն այստեղ հասցնեն US production եւ Ամերիկայի արտադրանքը իջել է, որովհետև զբաղված են տեսնեն ինչ է կատարվում այս բիզնեսների տերերը նախքան հարկերը շատ բարձրանային, ինչ որ կարիք ունեն դուրսից բերեն
եւ նախագահ Թրամփն է, որ ասում է սա Բայդենի stock market-ն է, այսինքն այդ կորուստը Բայդենի մեղքն է, թեև ինքն է նախագահ եղել եւ մնում է, ասում է, վնասում է, տեսնում եք, ասում է this is Biden's stock market, ոչ թե Թրամփը, ասում է ինքը Թրամփը, ասում է ես հունվարի 20-ից եմ անցել աշխատանքի եւ ասում է այսպես տեսնում եք stock market-ը ես ասում է մեկը իրեն հարցում, այսինքն լրագրողը իրեն հարցում է կարող ես բացատրես դու ես նախագահ եղել ինչպես է Բայդենի stock market-ը չի ուղղակի չի պատասխանում, ասում է ամեն ինչ կլավանա եւ այսպես պատասխանում է նախագահը ինչ որ տեսնում եք նաեւ Միշիգանում էր այս ընկերությունները նաեւ դժվար կացության մեջ են որովհետեւ անընդհատ իր միտքը փոխում է օրինակ մի բիզնես այս կինը բիզնես ունի ամեն ինչը հիմա Չինաստանից է գալիս նա մանավանդ 30% ամեն ինչը Չինաստանից է գալիս այս երկիր 40% ինչ որ Չինաստանից գալիս է իջնում է Կալիֆոռնիա երկու նավահանգիստ է այստեղ գալիս Լոս Անջելես եւ Լոնգ Բիչ նավահանգիստներն է գալիս ինչ որ քիչ առաջ ես ասացի GDP-ն պակսեն է եւ այդ երկու նավահանգիստները մտահոգված են ասում են պետք է աշխատողներին աշխատանքից հանեն բայց ասացի Թրամփի խոսքը սա է որ համբերատար եղեք թերիֆի կամ այս հարկերը ինք որ պահանջում է դրանց կապ չունի նախապես իհարկե շատ ավել խիստ պահանջեր ունեցել հիմա stock market-ը մինչ հիմա այսքան կորուստ չի ունեցել ինչ որ 1974 թիվ պատկերը ինչ որ սև տեսնում եք 1974 թիվն է նախագահ Նիքսոնի ժամանակ եւ Watergate-ի հարցեր եղավ եւ Լոս Անջելեսի 36%-ով իջել է ինչ որ դրսից գալիս էր Լոս Անջելեսի նավահանգիստը Walmart եւ նաեւ Target-ը հանդիպեն են Թրամփին, ասեն այսպես եթե լինի մեր խանութներում ապրանք չի մնալու, վաճառք չենք ունենալու եւ պետք է աշխատողներին աշխատանքից հանենք Walmart-ը լինելով Ամերիկայի ամենամեծ ընկերությունն է ինչ որ գիտեք ամենտեղ խանութ ունի աշխարհով նաեւ բացի Ամերիկայում ամենտեղ խանութներ ունի Հնդկաստան օտար երկրյա խանութներ նաեւ աշխատում են Walmart-ում ես ուզում եմ հիմա խոսել նաեւ ինչ որ շարունակենք տեսանյութը տեսնեք որ հիմա այդ ծանրոցները ինչ որ գալիս է եւ յունիոնների աշխատողները այստեղ Long Beach-ն եք տեսնում օրինակ եւ Լոս Անջելեսը ինչ որ ցեզ ասացի Կալիֆոռնիան որովհետեւ Չինաստանին մոտ է ապրանքը մեծամասնություն այստեղ են իջեցնում հազարավոր մարդ աշխատում է եւ մտահոգություն կա բոլոր բիզնեսների մոտ դրանց մեջ այդ երկու հսկայությունները Walmart-ը եւ Target-ը եւ փոքր բիզնեսներ նաեւ մեծ աշխատանքի կորուստ է լինելու այս մի խանութ էր որ օթանավա այսինքն ծովափում էր այդ խանութը սուրճ է վաճառում այն աշխատողներին որ այստեղ աշխատում են նրանք նաեւ մտահոգ են որ քիչ-քիչ սկսեն են աշխատողներին աշխատանքից անել որովհետեւ նախատեսում են ավել քիչ ապրանք պիտի գա Long Beach եւ Լոս Անջելեսի նավահանգիստներում դրա համար աշխատանքը տանդաղելու է ինչ որ տեսնում եք այդտեղ ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից մեկ պաղեստինցու որը ձերբակալին էին Ամերիկայում ազատ արձակեցին դրա մասին պիտի խոսեմ հետո նրանից հետո Ուկրաինայի մասին պիտի խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է սա եթե ագնոցի կարիք ունեք լենզ պիտի տեղադրեք ագնոցի այդ նոմերները փոխվել է
չեք կարողանում լավ տեսնել, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Իր գրասենյակ գտնվում է 240 East Jackson փողոց է գտնվում, Suite 310, բայց եւ այնպես գլենդելում է։ Իսկ ինքը 7 ուրիշ բժշկական կենտրոններ ունի, որ քիչ հետո ռեկլամի մեջ կտեսնեք, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում ծրագիրը, ինչ որ վերցնում եք 10%, եթե մինչև $30 առևտուր անեք, 10% զեղչ եք ստանալու։ Իսկ եթե ունեք դուք EBT քարդը նաև ընդունում են այստեղ, այցելեք անպայման M&M, որը գտնվում է Glennox փողոցի վրա, այստեղ տեսնում եք հասցեն 1951 West Glennox փողոց։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano-ն Ամերիկայի ամենամեծ խանութն է երևի, բայց Կալիֆոռնիայում անպայման ամենամեծ դաշնամուրի խանութն է, որ հարյուրավոր դաշնամուր ունեն, 449 South Arroyo Parkway, Pasadena-ում է, բայց ճիշտ Գլենդելի հարևանության այս խանութը 1928 թվականից Hollywood Piano-ն աշխատում է։ Raffi's Market հովանավորում է նաև ծրագիրը, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, կարող եք վերցնել Raffi's Market-ից կվերադառնա։ Մի երիտասարդ պաղեստինցի, որ Կոլումբիա համալսարանը, որ համարվում է Ամերիկայի ամենաբարձրագույն կրթական կենտրոններից մեկը, 2 շաբաթ առաջ ձերբակալել էին եւ ինքը իհարկե green card ունի այստեղ օրինական այսպես անձնավորություն է, որ կարող է ապրել green card ունենալով, գիտեք, այսպես է կարող է անձը մնա այստեղ։ Ամենայն դեպս իրեն ձերբակալել էին, որ այդ ցույցերը ինչ որ կատարվում էր իշա Գազայում այդ անձիկ ինչ որ կոտորվում են դեռ շարունակում է իհարկե Իսրայելը ամեն օր ռմբակոծում է նաև հիմա որպեսի երևի ինչ որ Հայաստանի համար ծրագրերներ, այսինքն Լեռնային Ղարաբաղի համար ծրագրեր, Արցախի համար, որ դռները փակեցին, ամեն ինչը կտրեցին, ուտելիք ամեն ինչը կտրեցին, երբ դռները բացին, Արցախի ժողովուրդը ինքը թողեց 120,000 թողեց հեռացավ, որովհետև 9-ից 10 ամիս չէին կարողանում ոչինչ ստանալ։ Նույնը պատահում է հիմա Գազայում։ Եվ նաև դեռ ռմբակոծում է Իսրայելը, ամեն օր 30 հոգի, 50 հոգի, 90 հոգի այնտեղ ռմբակոծում են եւ վերանում են այս մարդիկ, սպանվում են այս մարդիկ։ Ամենայն դեպս այդ ցույցերը տեղի է ունենում համալսարաններում։ Ասացի Կոլումբիա համալսարանը, որ Նյու Յորքում է, այս տղային ձերբակալում են եւ Թրամփի հրամանն էր, որ երկրից հանեն։ Բայց այս երկրի Supreme Court-ը ասաց նախ պիտի մարդիկ, որ ձերբակալում են, նախքան երկրից հանեն, պետք է դատարան գնան։ Ուրեմն այս տղային հիմա արձակել են մինչև հետո դատարան գնա։ Եվ այդպես խանդավառությունը ինչ որ իրեն տեսնում եք, նախապես ձերբակալեն էին, տեսնում եք փոլիսը ձերբակալներն էր, այս տղայի անունն է Մոհսեն Մահդավի անունով է, green card ունի այս երկրում եւ ասում է կառավարությունը ասում է green card-ը, այսինքն մենակ թույլ է տալիս, որ դու այստեղ լինես։ Եթե դու խառնակություն violence ես քարոզում, որ այս տղան այդպես չէր արել, մենակ ցույցեր էր կատարում իշա պաղեստինցիներին եւ տեսնում եք այստեղ կառավարությունը ասում է, որ ամերիկացիներին կարող է պատճառ լինի ամերիկացիները սպանեն եւ վախեցնում եք հрьяաներին harass Jews այդտեղ տեսնում եք եւ դրա համար այդ իրավունքը մենք չենք տալիս այդ անձին դրա համար ուզում ենք այս երկրից վտարենք ասում են հիմա որ ազատեն են տեսնում եք իրեն իր շրջապատը Մոհսեն Մահդավի անունով տեսնում եք այստեղ ինքը պաղեստինցի է ասացի բայց այս երկրի green card ունի Պաղեստինն է այսինքն Գազանիկ տեսնում որ ռմբակոծված է հիմա ինչ էր իրեն ասում են որ
համայնքի համար վտանգավոր անձնավորություն է, դրա համար մենք ձերբակալել էինք, ասացի, եթե դատարանը թույլ տար, մինչև հիմա իրեն հանեն էին իհարկե այս երկրին։ Իսկ ոմանք մտահոգությունը սա է, որ անձիկ ազատ խոսքը այս երկրում այդ էր, որ ամեն մարդ կարող է ազատ խոսք, ազատություն ունի կամ ազատ է արտահայտվելու։ Հիմա եթե մեկը հովանավորում է պաղեստինցի ատրճանակ չի բերել, աշխատանք չի տարել, դա սխալ պիտի լինի։ Ամենայն դեպս վարչակազմը ասում է Trump administration ուզում է օրենքը գործադրի, որևէ judge, այսինքն մինչև նախագահները այսպես բան չեն ասել, բայց ասում է Թրամփի վարչակազմը, ասում է որևէ judge եթե ուզի, այսինքն ինքը իրավունք չունի, որ մեզանից ուզի, որ մենք շարունակենք ինչ որ կատարում ենք, այսինքն ձերբակալել, երկրից վտարել, ասում է արտգործ նախարարի տեղակալն ասում է, այսպես տեսնում եք Assistant Secretary of State, այսպես տեսնում եք ինչ կատարվում է եւ այսօր ազատեն էին այս երիտասարդին, ինչ որ տեսնում եք այդտեղ ուրախության պատճառը դառնում իր կողմնակիցներին, իր փաստաբանին իրեն, որ ներկայացրել էին, ինչ այստեղ տեսնում եք։ Ես ուզում եմ խոսել Ամերիկան եւ Ուկրաինան համաձայնության եկան։ Նախագահ Թրամփը ասել էր, որ այսքան տարի Բայդենի վարչակազմը զենք է տվել, գումար է տվել, բիլիոնավոր դոլարներ ծախսել են այդ բերումով, ասում եմ մենք պետք է հանքանյութ ունեք դուք, համաձայնագիր ստորագրվեց, անցյալում իհարկե այստեղ, երբ որ Ուկրաինայի նախագահը այստեղ եկել էր, նախագահի հետ Վաշինգտոնում սպիտակ տան մեջ հանդիպել էր, նախագահ Թրամփ իրեն ասել էր, որ թողնի գնա, իրենց համար եւ իր այդ անտուրաժը, այդ մարդիկ, որ իր հետ եկել էին, ղեկավարները Ուկրաինայի եկել էին, պետք է միասին ճաշ ունենային, բայց երբ որ իրենց ասաց, որ թողնեն գնան, այդ ճաշը նաև չտվին Ուկրաինայի նախագահին եւ նա թողեց գնաց։ Իսկ հիմա համաձայնվել է այդ համաձայնագիրը ստորագրեցին, որպեսզի ի փոխարեն այս գումարները ինչ որ բիլիոնավոր դոլար նախագահ, այսինքն ամերիկան ծախսեն է Ուկրաինայում այդ հանքանյութերից բաժին տան Ամերիկային, այդ էր ինչ որ ստորագրվել է երկու կողմերի Ուկրաինա, Ամերիկայի միջև հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ, անգամ Հռոմի Պապի մահվան առիթով երկուսը Հռոմ էին, տեսնում եք այնտեղ Վատիկանում աթոռ դրել միայնակ իրենք են խոսում իր աշխատակազմը կամ մյուսի նախագահի Ուկրաինայի նախագահի աշխատակազմը այդտեղ ներկա չեն եւ այստեղ է ինչ որ Զելենսկին ասում է որ այդ համաձայնագիրը ստորագրված է Ուկրաինայի շահույթ կարող է ունենալ Ամերիկան։ Ես ուզում եմ խոսել հիմա Elway այս 16 անգամ սուպեր, այսինքն մրցակցության է մասնակցել շատ ճանաչված quarterback էր ամերիկյան ֆուտբոլի, այսպես անձ որ թոփի շտում է, այս անձնավորությունն էր շատ ճանաչված եւ գալֆ է գնում խաղալու, ինքը վարում է այդ փոքրիկ մեքենան, իսկ իր խորհրդատուն եւ իր ընկերը, թե խորհրդատու է իրեն, թե իր ընկերն է նստած է լինում։ Այդ գալֆ քարտից վայր է ընկնում, գլուխը կպնում է մի խոշոր քարի ու այդտեղ մահանում է զարմանալիորեն դեպք է այսպես տեղի ունենում։ Իհարկե սրանք Ջան Էլվեյը Կալիֆոռնիայում էր այդ դեպքը ինչ որ պատահել է, իր ընկերոջը աչում եք տեսնում, իրեն ծախում եք տեսնում, շատ ճանաչված անձնավորություն է Ջան Էլվեյը, գալֆ քարտը փարթի են գնացած լինում, հիմա խմիչք են օգտագործել կամ ինչ է պատճառները չգիտեն, այդ փարթիից հետո այդ քարտը գալֆ քարտի վրայից վայր է ընկնում իր խորհրդատու եւ նաեւ իր ընկերը եւ ուղեղին վնաս է հասնում այս անձնավորությանը
ինչ որ այստեղ տեսնում եք։ Ջոն Էլվեյը, որ քանի անգամ Սուպեր Բոլը հաղթանակի շարել Բրանկո թիմի այսպես ճանաչված quarterback-ն էր։ Ես ուզում եմ խոսել մեկ երիտասարդի ձերբակալել են, որ տարօրինակ 12000 փամփուշտ է հավաքել, 18 հրացան ատրճանակ ունի, կառավարությունը իրեն ձերբակալել է այս երիտասարդին, որովհետև գիտեք, հաճախ այս երիտասարդներ իրեն հետ կարողացել են կապաստատեն, որ պատրաստվում է, դեմ է ներքին տերորիստ այսպես եւ որոշել էր, որ գնար police station, տեսեք տարինակ հրացան ատրճանակ, ամեն տեսակ հավաքել է։ Ուզում էր եկեղեցի եւ police station-ը գնա եւ ոչրագործություն, այսինքն սպանի ինչքան որ կարող է, այսպես տեսնում եք, այս երիտասարդին, որ ինչ ծրագրին էր, բարեբախտաբար կարողանում են ծրագիրը իրենը հասկանալ ինչ է ծրագրում եւ ձերբակալում են իրեն։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Անգլիայի թագավորի մասին խոսեմ, Eton Fire, այս մեր արևելքում տեղի ունեցող հրդեհը ինչ որ տեղի ունենում եւ հիմա մաքրում են տարածքը, որպեսզի շինարարություն լինի, արծիվի ծագերի մասին պիտի խոսեմ եւ վերջո Անդրե Աղասի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է Ամերիկայում, 100 խանութ ունի, Գլենդելում Central եւ Myrtle-ի հատմանկետում, Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի հատմանկետում այնտեղ խանութ ունեն, նաեւ Santa Ana-ում ունեն եւ Ամերիկայում New York, Florida, ամենտեղ խանութներ ունեն, նոր մատրես են ձեզ առաջարկում, նաեւ գրասեղան, սեղան, աթոռներ կարող եք վերցնել Court Furniture-ից։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, զանգ արեք, նաև եթե accident եք ունենում, այս հեռախոսահամարը ձեզ մոտ ունեցեք, փաստաբանի հետ խորհրդակցեք։ Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նպարատուն եք գնում, այս տեսակը վերցրեք, եթե չունեք, ասացեք, որ նաղաշ լավաշը բերեն, այդ տեսակը վերցրեք խանութներից հովանավորում են, դուք իրենց հովանավորեք։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, 4 կենտրոն ունի այս բժիշկը, Orange County-ում, նաև Commerce քաղաքում, Encino եւ Glendale-ում։ Glendale-ում 616, իսկ Glenox փողոցի վրա է գտնվում կվերադառնա։ Նախագահ Չարլզը, Անգլիայի նախագահ 76 տարեկան է հիմա եւ արդեն մի տարից ավել է, որ քաղցկեղով, քանսերով տառապում է։ Եվ ի տարբերություն իր մայրիկի, որը գիտեք 70 տարի թագուհին էր Անգլիայի, երբեք իրեն անձնական որևէ տեղեկություն չունեին իր անձի մասին, դա կլիներ առողջապահական եւ այլն։ Իսկ ինքը շատ բացեբաց եկավ, ասաց, որ ես քանսերով եմ տառապում եւ հիմա բժշկական խնամք ընդունել եմ, այսպես։ Դրա առիթով ինքը հավաքեց քանսերով տառապողները կամ հաղթահարողներին հավաքել Prince Charles, այսինքն թագավոր Չարլզը եւ այսպես հանդիպում է ունենում, որ ես ուզում եմ այստեղ ցույց տալ ձեզ, այս հանդիպումն է, որ cancer survivors, տեսնում եք այստեղ տարբեր կենտրոններ, սա պալատի մեջ է, Buckingham Palace, հավաքել է այս cancer-ով տառապողներ կամ նրանք, որ կարողացել են հաղթահարեն այս անտանելի հիվանդությունը։ Ինքը ասում է, որ վախենալի
հիվանդություն է, ինքը նաև երբ որ առաջի անգամ ասեն են, իր մոտ ստեղծվել է հուսարսափ է ստեղծվել եւ դրա համար ինչ որ խոսում են մասին, որպես ուրիշներն էլ աշխատեն գնան բժշկական խնամք ստանան, որպեսզի կարողանան հաղթահարեն այս դժվարին հիվանդությունը։ Ես ուզում եմ խոսել Ethan Fire-ի մասին, որը մեր արևելքում տեղի ունեցավ, Altadena, մասամբ Pasadena, գիտեք, հիմա 2 բիլիոն ծախս եղավ այս հրդեհ, ինչ որ մեր շրջապատում տեղի ունեցավ։ Իսկ Los Angeles County-ն մեկ ուրիշ պրոբլեմ նաև հիմա ունի։ 1960 թվականից մինչև հիմա մոտավորապես 70,000 մարդ, որ այսինքն երեխաները ինչ որ սխալ են տեղի տվել իրենց բանդարկերների, juvenile hall, նրանք որ չափահաս չեն եւ հիմա ոչրագործություն են արել որևէ տեսակ սպանություն եւ այլն, այս բանդերում եղել են այդ բանդապանները իրենց բռնաբարերն են, այդ 70,000-ը եկան ասացին, վերջու հիմա այս LA County-ն որոշեց, որ 4 միլիարդ կամ 4 բիլիոն տրամադրի, որ այդ տուժողների մեջ բաժանեն։ Հիմա պատկերացրեք, Los Angeles County-ն բաջետով հիմա վատ վիճակում է, որովհետև բիզնեսները տանդաղեն է։ Երբ որ բիզնես տանդաղում է, ավելի քիչ հարկ է գալիս, sales tax, ուրիշ tax-երը ավելի քիչ է, ուրեմն ավելի քիչ գումար է կարողանում հավաքել։ Հիմա 2 բիլիոն ծախս ունեցան այդ հրդեհին կապով, 4 բիլիոն կամ միլիարդ հիմա այս ինչ որ ընդունել են տուժողներին գումար հատկացնեն, այստեղ անցնենք առաջ, տեսնեք, մեծ դժվարության մեջ է լինելու, այստեղ հիմա որպեսի չգողանան կամերաները տրված Pacific, այսինքն Altadena Pasadena-ի շրջանը, սա այդ շրջանի սուպերվայզերն է, որ քանի անգամ այստեղ իմ հյուրս է եղել Catherine Barger, տեսնում եք Los Angeles County District 5-ը, ասում է, որ այդ Ethan Fire-ը, որ մեր արևելքում Altadena-ում տեղի էր ունեցել, դեռ դժվար կացություն է, դրա համար մենք կամերաներ ենք դրել, որ կնկարի, եթե մեքենա է գալիս գողության համար, ամեն ինչը նկարվում է, ամեն տեղ նկարվում է եւ գնալու են գտնեն այդ գողին, պատկերը կլինի, մեքենայի համար կլինի, բոլորը դրա համար այս կամերաները տեղադրեն ենք, ասում է ինքը։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, արծիվի ծագերի մասին խոսեմ եւ Անդրեա Աղասիի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Պարոն Էդվարդն է հովանավորում, եթե բիզնես դուք ունեք, ուզում եք վաճառեք, կամ նոր բիզնես եք սկսել, էլ չեք ուզում աշխատել, անպայման զանգարեք իրեն, այս հեռախոսահամարն է, որևէ պատճառով, եթե բիզնես ունեք, էլ չեք ուզում շարունակեք, զանգարեք այստեղ վաճառելու համար, սա հեռախոսահամարն է պարոն Էդվարդի։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot-ը Թահանգա քաղաքում է գտնվում, որ այնտեղ կարող եք գտնել կոշիկներ, եթե Հայաստան պիտի ուղեք, կամ դուք օգտվեք, զույգը այսպես տեսնում եք, $5 է, զույգը $5 է այդ սրանք, եւ նաեւ հագուստ, եթե Հայաստան պիտի ղրկեք, ամեն մեկը $5 է, հագուստ $5 կգտնեք Jackpot-ում։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում, սա մի տարիցների կենտրոնը, որ իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Անաշե Gift հովանավորում է ծրագիրը, այսինչ որ տեսնում եք, եթե խումբ պիտի վարել, այս սարքավորումով հեշտությամբ կարող եք տանը խումբ վարել կամ որևէ տեղ որ գնում եք ու ցանկություն կա խումբ վարելու։ Ձեզ հաղորդեմ այս վերջին ժամանակ փոթորիկ է, քամի է, հեղեղ է տեղ ունենում, Մասաչուսեթում մեկ արծիվի ձագերը, այստեղ տեսնում եք այդ իրենց տունի մեջ են լինում եւ փոթորիկ իրենց վայր է գցում ու գնում են գտնում են այս ձագերն է տեսնում եք այդտեղ իրենց դուրս են անում, խնամք են տանում են կենտրոն, մինչև
հասնեն այդ տարիքի, որ իրենք կարող են թռչեն, ուրեմն փրկում են այս իգլներին կամ այս արծիվներին, արծիվը գիտեք համարվում է ամենահզոր թռչունը, սրանք ցակ են իհարկե, հետո հնարավորությունը կունենան անկախ իրենք թռչելու։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։